Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևոր է նախ համառոտ։ Ահազանգ Հայաստան դաշինքից թիմ մարմինների աշխատակիցներին սպառնում են, ինչ է հարկադրում անել իշխող ուժի ներկայացուցիչները։ Միջին միջանցքի պայքարը, ինչու է Թուրքիան ակտիվացնում Հայաստանի ուղղությունը և ինչ կապ ունի Սյունիքը Չինաստանից Եվրոպա ձգվող միջին միջանցքի հետ։ Մոսկվան արդեն ակնարկներով չի խոսում, Լավրովը զգուշացնում է, իսկ Երևանը դեռ չի պատասխանում գլխավոր հարցին՝ Բրյուսել թե Մոսկվա։ Խմբագրական սխալ թե միտումնավոր սադրանք, իսրայելական հեռուստաալիքը Հայաստանը սխալմամբ ներկայացրել է որպես Ադրբեջան։ Երեխաներ առանց սոցեջերի, ինչի կհանգեցնի մինչև 16 տարեկանների սոցցանցերունդքի արգելքը և ինչպես է աշխատելու վերահսկման մեխանիզմը։ Հայաստան դաշինքը ահազանգ է հնչեցնում, տեղեկություն ունեն, որ պետական և թիմ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրությանը քվեարկել իշխող կուսակցության օգտին, աշխատանքից ազատելու սպառնալիքով։ Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։ Դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։ Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը, ահազանգ հնչեցնող անձանց խնդրում ենք հնարավորության դեպքում հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ, սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։ Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ընտրելուն հարկադրել է հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։ Հարկադրանքի մասին խոսում են նաև փաստաբանները։ Վարազդատ Հարությունյանն ընդգծել է, որ տարբեր հաստատությունների անձնակազմներին հավաքել ու քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի հանրահավաքին բերելը համարվում է հարկադրանք։ Այդքան ընդդիմադիրների նկատմամբ պես նյութապես շահագրգռելու հավաքների մասնակցության քրեական վարույթներ հետապնդումներ հարուցվեց, համարյա բոլորի նկատմամբ կալանքի միջնորդություններ եղան, երևի 1-2 առաջին չբավարարված կալանք ա եղել։ Նոր նորքում բլոգեր Արտուր Չախոյանը այդ իր հեռախոսով պատտվում էր Գայ Արցանի մոտ։ Հերթով հարցնում էր մարդկանց, դուք ով եք, որտեղից եք եկել, մենք այսինչ դպրոցի կոլեկտիվն ենք, մենք բոլորս այստեղ ենք, թվով այսքան մարդ, բան։ Այդ նույն հոդվածը 236-ը, ի սկզբանե նպատակը ու բուն օբյեկտիվ դրսևորումը հավաքներին մասնակցելու նպատակով անձին հարկադրելը սահմանափակելու համար է։ Իսկ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավները չի անցնում առանց միջադեպերի։ Ազատի կացարանում վարված զինծառայողի մայրը մոտեցել է Փաշինյանին ու մեղադրել որդու մահվան համար։ 8 տարի երեխա պահեցի, տվեցի ես բանակին, ուրայի երեխեն, ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք, տվեցիք իմ երեխու, փոխնիք տարած, իմ երեխեն միակ կչացած ատամջում, դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխեն Արթուր ա եղել, 10-20 պակաս դեպ եղել ա, ասել են մի կոֆեի բաժակով, որ ես կովրա բենզին լծեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառիք, Տիկին, պատասխան տամ, դուք ավարտեք ես, դուք ավարտեք, իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եք գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք եք 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի, ինչի համար եք դպրոց սարքը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյոր բայրեղեն թուրքի բաժին դառնա։
Իսկ մինչ քաղաքացիական պայմանագիրն զբաղված է իր քարոզարշավով, ազդակներ են գալիս Մոսկվայից ուղիղ տեքստով։ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ Մոսկվայի դժգոհությունը գնալով ավելի բաց ու կոշտ ձևակերպումներ է ստանում։ Այս անգամ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, Արևմուտքը փորձում է կտրել Հայաստանը ԵԱՏՄ եւ ԱՊՀ տնտեսական կապերից, իսկ դրա հետևանքը կարող է լինել Երևանի համար կարևոր տնտեսական արտոնությունների կորուստը։ Այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, իսկ Ռուսաստանից ավելի հաճախ են ակնարկում։ Եկել է ժամանակը, որ Երևանը վերջապես հստակեցնի իր ընտրությունը՝ Բրյուսել թե Մոսկվա։ Թեման ուսումնասիրել է Սեդա Կյուրեղյանը։ Նախընտրական քարոզով է զբաղված Փաշինյանը եւ չի մասնակցի մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս առիթով Մոսկվայից հերթական կոշտ ակնարկն է ուղղվել Հայաստանին։ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները, հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը, հետևելով որոշ այլ ԱՊՀ անդամների օրինակին, փորձում ենթարկեցնել Հայաստանին եւ խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական առևտրային եւ ներդրումային կապերը ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկերների հետ։ Օդում կախված հարցեր կան, որ պետք է քննարկել Ղազախստանում, հավելել է Լավրովը։ Պաշտոնական Մոսկվայի պահանջը Հայաստանից մեկն է՝ ընտրությունը Բրյուսելի կամ Մոսկվայի միջև, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգձգել։ Ռուսաստանի նախագահը բավականին հստակ կարծում եմ հայտարարեց, որ առաջիկա գագաթնաժողովում ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումը հստակեցնի։ Ես կարծում եմ հատկապես հիմա Ռուսաստանի համար սա է ամենակարևոր եւ ռազմավարական առումով ամենաառաջնահերթ խնդիրը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ինչու Երևանը մինչև հիմա չի ընտրում կողմերից որևէ մեկին։ Պատճառը միայն տնտեսությունը չէ։ Նախընտրական փուլում հակառուսական հռետորաբանությունը իշխանության համար նաև ներքաղաքական գործիք է, կարծում են քաղաքագետները։ Այս փուլում հակառուսականությունը իշխանության համար խաղում է որպես նախընտրական քարոզարշավի էլեմենտ։ Իշխանությունը փորձում է դրա միջոցով հավաքել այն ընտրազանգվածի ձայները, ովքեր հակակրանք ունեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Սակայն նույն իշխանությունները նաև հասկանում են Հայաստանի տնտեսությունը չափազանց խորն է կապված ԵԱՏՄ շուկայի հետ։ Ռուսաստանից էլ արդեն ոչ միայն հայտարարություններ են հնչում, այլև ուղիղ սահմանափակումներ են կիրառվում հայկական մի շարք ապրանքների մուտքի եւ իրացման վրա։ Պրոշյանի կոնյակի լիցենզիայի հնարավոր զրկումից մինչև ջերմուկի միլիոնավոր շշերի վաճառքի արգելք։ Այս հայտարարություններին պետք է չափազանց լուրջ վերաբերվել, քաղաքագետն է պնդում։ Որոշակի ապրանքատեսակներ արդեն արգելվում են Ռուսաստան մոտ գործել, լարսում խոչընդոտներ կան եւ այդ ամեն ինչը գնալով ավելի է խորանալու եւ պատճառը Հայաստանի գործող կառավարության քաղաքականությունն է։ Կրեմլը կարող է ուժեղացնել ճնշումը, իսկ այդ ճանապարհին Մոսկվայի հիմնական լծակը տնտեսությունն է։ Ստեփան Դանիելյանի տվյալներով Հայաստանից արտահանվող գյուղմթերքի մոտ 98%-ը իրացվում է ԵԱՏՄ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, իսկ ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ 78%-ն է բաժին ընկնում նույն շուկային։ Հայաստանի համախառն ներքին արտադրանքի 38%-ը կապված է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններով։ Եվրոպական միության հետ, ամբողջ Եվրոպական միության 27 երկրի հետ դա մոտ 10%-ն է։ Այսինքն սա նշանակում է, որ որևէ կերպ փոխարինել այդ վնասները, որ կլինեն Ռուսաստանից Եվրոմիության հետ, դա հնարավոր չի։ Իսկ դա իր աղետալի արդյունքներն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Բայց եթե Մոսկվան իսկապես դժգոհ է Երևանի քաղաքականությունից, ինչու պարզապես չի գնում ամենակոշտ ճանապարհով, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելով։ Արա Պողոսյանի կարծիքով Ռուսաստանը դեռևս շահագրգռված է Հայաստանն իր ազդեցության գոտում պահելով։ Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ուղղակի ճգնաժամային իրավիճակում կհայտնվի, տնտեսական բավականին վատ վիճակ, էներգետիկ վատ վիճակ, ինչը այս պահին հավանաբար գործիք է ազդեցություն գործելու Հայաստանի իշխանությունների վրա։ Իսկ վերընտրվելու դեպքում Փաշինյանի քաղաքական հռետորաբանության կտրուկ փոփոխություն է լինելու, հավաստիացնում է քաղաքագետը։ Կտեսենք շատ ավելի փափուկ հռետորաբանություն, չեմ բացառում, որ նաև կփորձեն այսպես մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով, այսպես փորձելով հանգստացնել
գործընկերներին, որ Հայաստանը չպատրաստվում դուրս գալ։ Լավրովի հայտարարությունից առաջ Պուտինն էր ապրիլի 1-ին եւս մեկ անգամ հիշեցրել ԵՄ-ԵԱՏՄ կարևոր ընտրության մասին։ Իսկ այդ պատասխանը Պուտինի պնդմամբ պետք է որոշվի ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ հունիսի 7-ի ընտրություններին Երևանում։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու հացահատիկով բեռնված եւս 14 վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հայաստան ուղարկվող բեռի քաշը կազմում է 977 տոննա եւ մինչեւ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26000 տոննա հացահատիկ, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավալ։ Թուրքիան կրկին ակտիվացնում է միջին միջանցքի թեման, այս անգամ Աստանայում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ աշխատում են Կասպից ծովով անցնող միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ, ինտեգրելով իրենց երկաթուղային կապերը, նավահանգիստների, ենթակառուցվածքները եւ մաքսային թվայնացված համակարգերը։ Տարածաշրջանում ճանապարհների շուրջ պայքարը նոր թափ է հավաքում։ Աշխարհաքաղաքական լարվածությունների ֆոնին փոխվում են ոչ միայն դաշինքները, այլև միջազգային առևտրի գլխավոր երթուղիները։ Եվ այս վերաձևավորման կենտրոնում այսօր հայտնվել է նաև Հայաստանը։ Թուրքիայի Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ հայտարարությունը շատերի համար պարզապես տնտեսական նորություն չէր։ Վերլուծական շրջանակներում այն դիտարկվում է որպես ավելի մեծ գործընթացի մաս, որտեղ Սյունիքը վերածվում է միջազգային հետաքրքրությունների հատման կետի։ Ինչու է Անկարան հենց հիմա ակտիվացնում հայկական ուղղությունը։ Ինչ դեր ունի այստեղ Չինաստանը եւ Հայաստանը կարող է արդյոք այս մրցակցության մեջ դառնալ ոչ թե պարզապես անցումային տարածք, այլ ազդեցիկ խաղացող։ Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Թուրքիան հայտարարել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։ Այս հայտարարությունից հետո վերլուծական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները։ Արդյոք Անկարան պարզապես առևտրի մասին է խոսում, թե ավելի լայն տարածաշրջանային նախագծերի։ Անկարան ակտիվորեն խոսում է միջին միջանցքի մասին, որը Չինաստանը, Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող լոգիստիկ շղթան է։ Եվ հենց այս ֆոնին հարցեր են առաջանում. որքանով են հայ-թուրքական առևտրի ուղղությամբ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտն ու տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերը փոխկապակցված։ Թուրքիան ասում է, գիտեք, ես վերացնում այդ սահմանափակում, այսինքն ես թույլ եմ տալիս իմ առևտրային կազմակերպություններին կամ ընկերություններին, ուղղակի հայկական ռեզիդենտ անցածող ընկերությունների հետ գործակցներ կնքել, բայց լոգիստիկան դրանից չի փոխվում։ Այսինքն կարող է հայկական ռեզիդենտ անցածող ընկերությունը պայմանագիր կնքի Թուրքիայի որևէ ընկերության հետ, բայց ապրանքը, այսինքն ապրանքի տեղափոխման դեռնափոխադրման լոգիստիկան երթուղին նույնն է։ Թուրքիա, Վրաստան, Հայաստան։ Դա միջին միջանցքեր որևէ հավես չունի։ Նախընտրական այս փուլում Թուրքիայի քայլի նպատակը քաղաքացիական պայմանագրին աջակցելու եւս մեկ ձև է, նշում են զրուցակիցներս, բայց Թուրքիայի նպատակները հեռուն տանող են։ Երբ տարածաշրջանում անվտանգային վակուում է տեղի ունենում, սա դարավոր, այսպես է եղել, Հարավային Կովկասը։ Հիմնականում Հարավային Կովկասը 3 գերտերությունների մրցակցության դաշտն է։ Իրանի, ժամանակի Օսմանյան կայսրության կամ Բյուզանդյան կայսրության եւ արդեն հետո Ռուսաստանի։ Հիմա Իրանը զբաղված է իր խնդիրներով, Ռուսաստանը իր խնդիրներով, որոնք երկուսն էլ առաջացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դրդմամբ։ Հետևաբար մնում է տարածաշրջանում Թուրքիան, որ այս վակուումը պիտի լրացնի։ Եվ որովհետև Թուրքիան նաև պետք է Միացյալ Նահանգներին միջին միջանցքը վերջնականապես գործարկելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Չինաստանից Եվրոպա տանող հյուսիսային երթուղին կորցրել է իր նախկին կայունությունը, իսկ իրանական ուղղությունը շարունակում է բախվել արևմտյան սահմանափակումներին։ Եվ այս ֆոնին գնալով մեծանում է միջին միջանցքի կարևորությունը։ Էրդողանը բաց տեքստով ներկայացնում է, որ Սյունիքով անցնող ճանապարհը Թուրքիայում դիտարկվում է որպես ավելի մեծ արևելք-արևմուտք լոգիստիկ շղթայի մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական զարգացում կլինի միջին միջանցքի համար։ Հարությունյանն ընդգծում է. Սյունիքը Հայաստանի համար ունի նույն նշանակությունը, ինչ Հորմուզի նեղուցը Իրանի համար։ Իրանը գիտակցում է, որ Հորմուզը երաշխավորում է իր գլոբալ դերակատարումը։ Նույնը պետք է գիտակցեր Հայաստանի գործող իշխանությունը, որ չի գիտակցել 8 տարի է, նշում է Խոսրով Հարությունյանը։ Իջև Սյունիքը ինչ կոնտեքստով ուզում եք։ Ինչպիսի հաթետավորումով դիվանագիտական ուզում եք ներկայացրեք, օտար երրորդ երկրների վերահսկողությանը իստրիպես դա է նշանակում։ Դա նշանակում է ուղղակի զիջել մեր ռազմավարական կարևորության կարևոր դիրքերը։ Հայաստանի համար շահավետ տարբերակը Մեղրին չէ, այլ Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս երթուղին։ Ըստ Հարությունյանի, այս տարբերակն ավելի կարճ է, տնտեսապես ավելի շահավետ եւ Հայաստանին տալիս է ոչ միայն տարանցիկ, այլև անվտանգային դեր։ Իսկ հարցին, որքանով է այս տարբերակն իրատեսական արդեն շրջանառվող թրիփ նախագծի պայմաններում եւ արդյոք դա չի հանգեցնի գերտերությունների նոր բախման, Հարությունյանը պատասխանում է. խնդիրը ոչ միայն ճանապարհն է, այլ այն, թե ով եւ ինչ պայմաններով է բանակցում։ Ես առաջարկում եմ ավելի կարճ ճանապարհ, ավելի վստահելի եւ լոգիստիկ ժամանակակից պահանջներին բավարարելու համար նոր ներդրումներ ենթադրող բեռնափոխադրումների երթուղի։ Ինչու՞ պետք է Տրամպը ասի ոչ, ես դրան դեմ եմ։ Եթե ասում է ոչ դրան դեմ եմ, նշանակում է Տրամպը ոչ թե նպատակ է հետապնդում օգտագործել մեր հնարավորությունները մեզ նույնպես նպաստելով լուրջ դերակատարումներ առաջնորդը բացառապես իր Թուրքիայի, Բրիտանիայի եւ Ադրբեջանի շահերով, որը հակասում է նպատակներին։ Ըստ Խոսրով Հարությունյանի, եթե Հայաստանը ներգրավի իր առաջարկած երթուղով, ապա Չինաստանը կդառնա այդ ճանապարհի անխափան աշխատանքի շահառու, ինչը կարող է ստեղծել լրացուցիչ աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն Հայաստանի կայունության նկատմամբ։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվրատեսիլ երկի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ Իսրայելի կան 11 պետական հեռուստաալիքը սխալ է թույլ տվել, շփոթելով Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշները։ Երկու երկրներն էկրանին ցուցադրելիս գործածել է ադրբեջանական դրոշը։ Սպուտնիկ Արմենիային Պետախ Տիկվայի Նաիրի իսրայելահայերի միության նախագահը հայտնել է միջադեպը մեծ արձագանք եւ դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում, բայց կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք։ Այդ միջադեպից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին, պարզաբանումներ պահանջելով։ Ի պատասխան հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրենը, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար։ Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Հիշեցնեմ, որ երեկ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ կատարել։ Իսկ քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության ընթացքում հաստատվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել Լոռիում, կա կալանավորված։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կալանավորվածը այցելելով անչափահասի բնակության վայր եւ օգտվելով նրա տանը մենակ լինելու հանգամանքից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել։ Հարուցել են հանրային քրեական հետապնդում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները հոդվածով։ Մայիսի 14-ին ժամը 17:40-ի սահմանում Նուբարաշեն բանտի խցերից մեկում կախված դի են գտել։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա տղամարդն ինքնասպան է եղել։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, նա մեղադրվում էր ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու հատկանիշներով։
Սմարթֆոնը վաղուց պարզապես կապի միջոց չէ։ Երեխաների համար այն դարձել է միջավայր, որտեղ նրանք շփվում են, սովորում, զվարճանում ու հաճախ նաև ձևավորում իրենց աշխարհայացքը։ Բայց որքան մեծանում է սոցիալական ցանցերի ազդեցությունը, այնքան ավելի հաճախ պետությունները փորձում են սահմաններ սահմանել թվային աշխարհի համար։ Հայաստանը քննարկվող նոր նախաձեռնությունը հենց այս տրամաբանության մեջ է։ Մինչև 16 տարեկանների համար սոցցանցերի հասանելիության սահմանափակումը ներկայացվում է որպես երեխաների պաշտպանության քայլ։ Սակայն հարցն այստեղ միայն երեխաների անվտանգությունը չէ։ Քննարկումը շատ արագ տեղափոխվել է մեկ այլ դաշտ։ Որքանով կարող է պետությունը վերահսկել մարդկանց թվային կյանքը առանց հատելու անձնական ազատությունների սահմանը։ Մի կողմից ծնողների եւ կրթական ոլորտի մի հատվածը վստահ է, որ երեխաները չափազանց երկար ժամանակ են անցկացնում սոցցանցերում բախվելով վտանգավոր բովանդակության կախվածության եւ հոգեբանական խնդիրների։ Մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ նման սահմանափակումները կարող են ստեղծել վերահսկման մեխանիզմներ, որոնք հետագայում կազդեն ոչ միայն երեխաների, այլև բոլոր քաղաքացիների թվային ազատությունների վրա։ Թեմային Անահիտ Սարգսյանն է անդրադարձել։ Հայաստանում մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի հասանելիությունը կարող է սահմանափակվել։ Նախագիծը ԿԳՄՍՆ հասարակական խորհրդի նիստի ընթացքում էր քննարկվում։ Տեսնում ենք նաև, որ բազմաթիվ մտահոգիչ հարցեր, ինչպես օրինակ բուլինգն է եւ երեխաների ապահովությունն է, շատ հաճախ դրանք ֆիզիկական միջավայրից տեղափոխվում են վիրտուալ միջավայր։ Յուրաքանչյուր 20-րդ երեխա 12-ից 17 տարեկան, ով ինտերնետ է օգտագործում, 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Տեխնոլոգիական եւ մեդիա ոլորտի մասնագետները սակայն զգուշացնում են. մի կողմ դնելով նախագծի անհրաժեշտության հարցը, պետք է հաշվի առնենք, որ այս նախաձեռնությունը կարող է ոչ միայն տեխնիկական, այլև կրթական, իրավական եւ ժողովրդավարական լուրջ խնդիրներ առաջացնել։ Իրականում այստեղ ավելի լրջանում է հարցը, որովհետեւ երեխաները սկսում են շրջանցել VPN-ով ու շատ երկրներում հիմա քննարկվում է, որ VPN-ը սահմանափակումների տակ գցեն, այսինքն հենց VPN ծառայություններին պարտադրեն, որ երեխաներին ստուգեն, մարդկանց ստուգեն։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը նշում է, տեխնիկապես գրեթե անհնար է ամբողջությամբ վերահսկել մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։ Այսօր էլ բազմաթիվ անչափահասներ գրանցվելիս կեղծ տվյալներ են նշում, իսկ նոր սահմանափակումները ինքնըստինքյան խախտելու են մյուս մարդկանց իրավունքները։ Եթե դուք օրինակ ուզում եք անչափահասներին պաշտպանել, դրա ֆոնի տակ սկսում եք մասսայական սահմանափակել կամ խախտել են մարդկանց իրավունքները, ովքեր օրինակ ուզում են սոցցանցերից օգտվել, բայց մնան անանուն։ Մարտիրոսյանի կարծիքով հատկապես Հայաստանի նման երկրում սա կարող է առաջացնել անձնական կյանքի պաշտպանության եւ անանունության լուրջ խնդիրներ։ Կա օրինակ անձնագրային տվյալներ բոլորից հավաքեն, կամ օրինակ պարտադրեն, որ մարդ զանգի դեմքով ցույց տա, որ տարիքը համակարգը վերցնի դեմքով։ Իսկ դա լուրջ անձնական տվյալների պաշտպանության հարց է։ Նա նաև ընդգծում է, որ նման սահմանափակումները հեշտ շրջանցելի են։ Երեխաները կարող են օգտվել VPN ծառայություններից, ինչն իր հերթին նոր սահմանափակումների անհրաժեշտություն կարող է առաջացնել։ Պետք է պրովայդերները սկսեն լուրջ արգելափակման համակարգեր ստեղծել, հետևել բոլորի թրաֆիկին, այսինքն տեխնիկապես միգուցե 90%-ին լինի հնարավորություն սահմանափակումներ մտցնել, բայց դա առաջացնելու է լուրջ հարցեր ընդհանուր ժողովրդավարական բնույթի։ Եթե պետությունը փորձի ամբողջությամբ վերահսկել մուտքը սոցիալական ցանցեր, ապա ստիպված կլինի ներգրավել նաև ինտերնետ մատակարարներին։ Պիտի լինի Facebook, TikTok, Instagram, Snapchat, դրանց հետ ինչ-որ բանակցություններ վարի, ասի իմ տարածքում ինչ-որ սահմանափակումներ սարքի եւ այլն։ Գուցե այդ հարթակները կընթառաջեն, գուցե ոչ։ Ինչ վերաբերում է VPN-ի սահմանափակմանը, ապա այս գործիքը օրինականորեն կիրառվում է շատ ոլորտներում եւ կարող է հարված հասցնել նրանց գործունեությանը։ VPN-ը ինքը շատ օրինական կարգավորումներ ունի, օրինակ շատ բանկեր, բիզնեսներ օգտագործում են VPN-ներ դրսից իրենց ներքին ցանց մտնել, դուրս գալու, անվտանգություն ապահովելու եւ այլ նկատառումներ։ Ու այստեղ արդեն հակասություն է առաջ գալու
որտեղ մարդը ուզում է իր համար անվտանգություն ապահովի, բայց ոնց անի, որ սոցցանցեր, այս համակարգերը աշխատեն։ Արդյոք նման սահմանափակումը կազդի կրթական համակարգի վրա։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այո, դրական փոփոխությունները նկատելի կլինեն։ Այն երեխեքը, որոնք դեռ փոքր են, նոր պետք է սկսեն օգտագործել, իրենց համար դրական ազդեցություն կունենա անշուշտ։ Սակայն դրական փոփոխությունները միանշանակ չեն։ Այն երեխեքը, որոնք արդեն օգտագործում են, այսինքն օրինակ այս պահին 14-15 տարեկան են, իրենց համար իհարկե մի քիչ դժվար կլինի, քանի որ իրենք արդեն սովոր են եւ հետ կանգնելը այդպես կարող է բավական ստրեսային լինի ու հնարավոր է իրանք այսպես մեծահասակի հեռախոսով, մեծահասակի հաշվի միջոցով փորձեն էլի շարունակել օգտագործել։ Փորձագետների գնահատման բանային լայն քննարկման կարիք կա, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները։ Նմանատիպ սահմանափակումներ արդեն փորձել են կիրառել Ավստրալիայում, Նորվեգիայում եւ մի շարք այլ երկրներում։ Արդյունքները դեռ հստակ տեսանելի չեն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է գնել 200 Boeing օդանավ։ Fox News-ի հաղորդավար Շոն Հանիթիի հետ հարցազրույցում Թրամփը Չինաստանի առաջնորդի հետ իր բանակցությունները որակել է որպես շատ լավ եւ ասել, որ օդանավների վերաբերյալ պայմանավորվածությունը գերազանցել է Boeing-ի սպասումները։ Պայմանագրի պայմանները, ներառյալ մատակարարման ժամկետները եւ օդանավների մոդելները չեն հրապարակվել։ Թեհրան Թայմս պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունը ամբողջությամբ մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը։ Ըստ պարբերականի Թեհրանը Վաշինգտոնից ստացել է կարգավորման իր գրավոր առաջարկի պատասխանը։ ԱՄՆ-ն մերժել է Իրանի բոլոր առաջարկները եւ հավատարիմ է մնացել ճնշման իր քաղաքականությանը, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Եթե Վաշինգտոնն ընդունի Իրանի առաջարկները, Թեհրանը պատրաստ է սկսել բանակցության երկրորդ փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ Նյու Դելիում կայացած մամուլի հասուլիսի ժամանակ ցուցադրվել են ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի արդյունքում Մինաբի դպրոցում նահատակված երեխաների լուսանկարները։ Իրանական քաղաքական ու դիվանագիտական մշակույթում նման արարողակարգային ժեստերը հաճախ առանձնանում են զոհերի հիշատակի ընդգծված հարգանքով եւ խորհրդանշական ուղերձներով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն աշխարհի ամենակարևոր հարաբերություններն են, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն իր ամերիկացի գործընկերոջ հետ ճաշկերույթի ժամանակ։ Մենք կարող ենք օգնել միմյանց հաջողության հասնել, ասել է Սի Ցզինփինը, հավելելով, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Թրամփն էլ բաժակ է բարձրացրել երկու երկրների հարաբերությունների համար։ Ես կցանկանայի խմել ամերիկացի եւ չինացի ժողովուրդների միջև հարուստ եւ ամուր կապերի կենացը։ Դրանք շատ յուրահատուկ հարաբերություններ են, ասել է նա Պեկինում։ Թրամփը նաև նշել է, որ ամերիկյան ու չինական պատվիրակությունները ֆանտաստիկ համաձայնագրեր են կնքել եւ որ Իրանի հարցում իրենք ունեն շատ նման տեսակետներ։ Իսկ ինչպես է չինական պատժամիջոցների տակ գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտնվել Պեկինում։ Սա հնարավոր է դարձել Չինաստանի կողմից լեզվական հնարքի շնորհիվ, գրում է Guardian-ը։ Ռուբիոյի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ Չինաստանի կառավարությունը Ռուբիո ազգանվան առաջին վանկը գրելու համար սկսել է օգտագործել նույն հնչողությամբ մեկ այլ հիերոգլիֆ, փաստացի փոխելով ազգանվան գրելաձևը։ Թրամփի պատվիրակության կազմում Պեկին մեկնած Իլոն Մասկն ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Նա նախ դեմքի ծամածառություններ է արել Թիմ Քուքի հետ լուսանկարվելիս, այնուհետև դեմքի դժգոհ արտահայտությամբ է արձագանքել, երբ Xiaomi-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Լեյ Ցզյունը փորձել է սելֆի անել նրա հետ։ Իրանի դիրքորոշումը թշնամու նավերի նկատմամբ չի փոխվել եւ այդ նավերին թույլ չի տրվի անցնել Հորմուզի նեղուցով, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի խոսնակը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը դեռևս չի ավարտվել։ Մեր առաքելությունը դեռ չի ավարտվել, հայտարարել է նա։ Կիևում մայիսի 15-ը հայտարարվել է սգոր ի հիշատակ Ռուսաստանի լայնածավալ հարձակման զոհերի։ Դարնիցկիի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Փլատակների մաքրման եւ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ հարվածել են Ռյազան քաղաքին։ 3 մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել։ Հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին ու բնակելի շենքերին։ Ուկրաինական բանակն այս պահին ամենաուժեղն է Եվրոպայում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եվ վերջում Հնդկաստանում ուժգին քամին տղամարդուն 50 մետր օդ է բարձրացրել։ Նա ողջ է մնացել։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Հռոմի պապ Լեո 14-րդը նոր շունչ է հաղորդում պապական հանդերձակին։ Առաջին ամերիկացի պապի Վատիկանում անցկացրած տարիների մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում ուշադրություն են գրավել պապի ոչ ավանդական կոշիկները, որոնք հատկապես հետաքրքրել են սպորտային կոշիկների սիրահարներին։ Թրեյլերում երևում է, որ Հռոմի պապը քայլում է խոտածածկ տարածքի վրայով եւ նրա պապական հանդերձանքի տակից երևում է Nike ապրանքանիշի կոշիկները։ Ի դեպ Հռոմի պապ Լեո 14-րդն իր հագուստի ինտրուսիան պատճառով նախկինում նույնպես հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 2025 թվականի հունիսին Վատիկանում ունեցած ելույթի ժամանակ Չիկագոյում ծնված Հռոմի պապը կրել է Chicago White Sox ամերիկյան պրոֆեսիոնալ բեյսբոլի թիմի գլխարկը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա թիմի մեծ երկրպագու է եղել դեռևս փոքր տարիքից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 21-ին լուրերի ամփոփիչ թողարկմանը առայժմ։